Այսպիսի մոլորակային դիրքեր այլևս չգիտեմ արդյոք մոտակա մի քանի 100 տարում կամ 1000 տարում կլինի, որովհետև կոչվում են բարձրագույն մոլորակներ, Սատուրնից հետո դասական մոլորակները դրանք արև, լուսին, իրենք լուսատու են, բայց աստղաբանության մեջ մոլորակ ենք հաշվում Մերկուրի, Վեներա, Մարս, Սատուրն, Յուպիտեր, դրանք 7 դասական մոլորակներ, որոնք տեսանելի են անձի մարդու աչքով։ Իսկ դրանից հետո գոյություն են գերագույն մոլորակներ Ուրան, Նեպտուն, Պլուտոն, նրանք բացառապես դրական դիրքեր են ընդունում, Նեպտունը ամսի հունվարի 26-ին կանցնի Խոյ, Սատուրնը փետրվարի 14-ին կանցնի Խոյ, այստեղ արդեն Պլուտոնը ջրհոսում է, Ուրանն էլ ապրիլի մոտակայքում կանցնի եւ այսպես հետաքրքիր էներգետիկ դրական, այսպիսի ինչ որ փոքր երկու փոքր եռանկյունի եւ մեծ եռանկյունի պատկերացնում եք այդ կենթանակերպերում էներգիան հոսելու եւ բացառիկ դրական դիրքավորումներ կա, բայց մի միտում որ պետք է մարդիկ բաց լինեն այդ գիտելիքների առաջ, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետեն, նորագույն այս հեռախոսներին, համացանցային բոլոր ծրագրերին, որոշեք ի վերջո օնլայն հարթակներով ինչ որ բան սովորել, դուք նաեւ այո ինքնադրսևորել եւ ինքնադրսևորվել եւ նաեւ այդ դասապրոցեսներին մասնակցել, ինքնուրույն էլ կարող են շատ հիմա եթե համացանցը գծում է, եթե ինչ որ հարցադրում անես, ապա այդ հարցադրման արդյունքում դու բավականին խորքային գիտելիքներ կարող են ստանալ անձինք, մի բան մի հավելում, որ որքան էլ որ արհեստական բանականությունը օգնում է մեզ, բայց ասեմ ձեզ, որ խորքային գիտելիքներ կամ ինֆորմացիա տեղեկատվություն դժվարությամբ կարող եք ստանալ արհեստական բանականությունից, որովհետև վերջերս եղել են, փորձել ենք, պատրաստի աստղաբանական քարտեզը ներկայացրեցինք, այնտեղ լուսինը այծեղ ջրում էր, բայց նա տալիս էր մեկնաբանությունը լուսինը ջրհոսի համար։ Առօրյա կենցաղային շատ կարևոր հարցերի դեպքում կարող եք շատ արագ կողմնորոշվել, բայց այն մասնագիտությունները, որը իր մեջ ներառնում է անձնային այդ էմպաթիան, ինչը հոգեբանությունն է, նաև իրավաբանությունն էլ են, այնտեղ էլ պետք է միտքը ճկուն լինի շատ, այդտեղ կախված է նաև իրավաբանի, փաստաբանի մտքի ճկունությունից, տարիների փորձառությունից եւ այլն։ Ամեն ինչը կա, բայց մակերեսային է, ոչինչ չունեմ, դրանք օգնող հանգամանքներն համացանցային բոլոր հարթակները, նույնիսկ արհեստական բանականությունը, իմիջիալից վերջերս մտածում է արհեստական բանականություն, դասի ժամանակ ասեցի, Ուրանը արհեստականության մոլորակն է, սինթետիկ մոլորակ է, երկվորյակը